Եկա եւ ծիրանի սառը կոմպոտը ձեռքիս եկա, սիրելի հետևորդներ ջան, դուք էլ եթե անցյալ տարվանուց դեռևս կոմպոտներ ունեք, ապա հերթով դրեք սառնարանի մեջ, թողեք մի լավ սառի ու այս ուժեղ շոքերին վայելեցեք, քանի որ սրա նմանը չկա։ Հիմա բացեմ։ Այս տարի լավ ծիրանի տարի է, արդեն շատերը լավ գիտեք, հասցրել եք լավ հագենալ ծիրանից, սիրելի հետևորդներ ջան, ես եմ այդքան, ասենք, կոմպոտի մեջի հատիկները շատ եմ սիրում, բայց հիմա մենակ սոկն եմ վայելելու հատիկների համար, աման չեմ բերել։ Մենակ իր այս անուշաբույր սոկը կվայելեմ, կզովանամ, 1000 հատ խանութների գազով զովացուցիչ ըմպելիքներին արժե, 10 պատիկ, միտք ունեի, որ պահեմ տատևս կա, այդ ժամանակ բացեմ, բայց արդեն ուշ կլիներ էլի, չգիտեմ տատևս ետ կգա, քանի որ աշխատում է։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, մի հատ էլ բրունգը սրբեմ իմ սիրած ձևով, որը շատ կարևոր է, ու լցնեմ այստեղ։ Աշխատանքից մի քիչ առաջ եմ եկել և անմիջապես ուզեցի, որ այս սառը կոմպոտը բացել ու այս սիրուն գույնով, ծիրանագույն գույնով այս սառը սոկը վայելել, սիրելի հետևորդներ ջան։ Մի ժամանակ, ասենք, երբ որ ռուսերեն բառեր էինք օգտագործում, դե միշտ էլ օգտագործում ենք, էլի, երբ չենք օգտագործում, երբ որ փոքր էի, ինձ թվում էր, թե այդ ռուսերեն բառերը նույնպես մեր լեզվին է պատկանում, նույնպես հայերեն է, բայց հենց որ գնացի դպրոց և երկրորդ դասարանից սովորեցի ռուսերեն տառերը և ռուսերեն բառերը, հասկացա, որ այդ բառերը նույնպես մենք օգտագործում ենք, բայց մերը չէ։ Մենք որ մեզանով ենք արել, քանի որ սիրելի հետևորդներ ջան, տարերից եկած այդպես մեր մեջ, մեր խոսքի, մեր մտքի մեջ դաջվում է, ու երբեմն էլ մեզնից անկախ, ինչու՞ չէ նաև ռուսերեն բառեր ենք օգտագործում, գրեթե բոլորս։ Հիմա ես իմ սոկը մի քանի կում վայելեմ, որից հետո կհանգստանամ, ու քանի որ դեռևս դուրսը շատ շոգ է, երբ որ արևը մայր է մտնում, գիտեք չէ, որ իջնում է, ու այդ ժամանակ ավելի աշակը ուժեղանում, դրա համար մի քիչ էլ կհամբերեմ ու շատ կարևոր գործեր ունեմ անելու իմ տնտեսության մեջ, ձեզ էլ ինձ հետ կտանեմ, համ կզրուցենք, ժամանակը թեթև կանցնի ինձ համար, ես էլ իմ գործը առաջ կտանեմ։ Մուրազ, ահա, սիրելի հետևորդներ ջան, հիմա սա այստեղ չեմ թողնում, որ հաջորդ խմելով նույնպես մուրազ ձևով վայելեմ, սա կտանեմ սառնարան, որից հետո արդեն հագուստս էլ կփոխեմ և կանցնեմ իմ տնտեսության աշխատանքներին։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ ճուտեր հիմա կաթնակոլ քաղելու, ասեմ, որ մեղվանոցս լիքը կաթնակոլ է, այս մինն էլ ստի էր, այս էլ պոկ է, լեն հեկաթը վրիցը գնում է, հենց որ կտրում ենք, այս պոչատեղիցը, կաթը դուս է գծում սիպտակ, լամոդիկացնեմ, հենայ, դրա համար էլ իրան կթնակոլ են ասում, արևն է տա, ուր որ այա մեր կմտնու, ռիգվա ժամերն է, հավի կտի ժամն է, ճուտերի ուտելու ժամն է, մանավանդ ճուտերին, ամենառատ ճուտերին եմ բեջարել, ստենը են մի օրը քաղել եմ, բայց տերևնի էլ կա։ Ասեմ, որ այս խնձորածաղիկն էլ են ճուտերն ուտում, բայց քանի որ ստի դեռ հլասիր ու ծաղկած է, այդ պոկում չեմ։ Որ գերաչ կադրել։ Իցեր են խաղում են, իցեր են դիսակալի, ես գիտեի է, որ ստի էի կա։ Ես էլ ես։ Սրան իչքան խաղում ենք, այդքանի էդ ինքը դուս է գծում։ Հավերս երգում են, ետներս պտիտ են գալու։ Էսա ձեր հետն էլ կա։ Սա մի
թելա դուս եկելս սամի, մալադեց, իսել կաղեմ, այդ վերի ծերին էլ կա, այդ են յորն եմ կաղել, այդ մի հատ էլ կա, մին են կրին կաղեմ, դարի գլխին ասում դուս եկել էլի, այդ կա ասկուշ է, Քաղում թե չէ, ինքը կոշտանում ական, ամես լոբակոլով էլ սհետ թափեմ, կապեմ, բայց թե չէ, թել եմ վերել, որ թելի։ Խաղել եմ, մի հատ են գրանն եմ աչվադրել, էտա քոլա բրնել մեղվանոցս, հա, սա իստի էլ կար, քանի մատ խաշա, ես էլ խաղեմ, որ ինքը ետ, Հողը պապուկա, տակրին էլ ուզում դուս կա։ Այս է ես ուզում չեմ էլի տկրահան անեմ, որ է անընդհատ քաղը։ Ես է լոբակոլը խեղտելա, այս թե էտա էտ էլ կքաղեմ, հրես են միննել, ահա։ Այս կթնակոլը ճուտերի աճիմը, շատ լավն է, միննել ստյան, ես մինը բրախել եմ, ես ոնց եմ աչկա թողարել, հա։ Ուй, ես ասի օցա, համ գերանդ իմ բերել եմ ստի, որ հովի հետ մեմեն վենց խոժորակոլերը հնձեմ, համ էլ մինիս թվաս թե օցա, ես ոնց իրտս տեղը հանել ավ է, ես էլ կաղեմ, տենց հա էլի, մի բանը դնում ենք ու հետո մի ամիտի գալի, սայ, Սիրելի հետևորդներ ջան, գերանդիս բերել եմ ստի, պոչը շղշողին տվուց մի ձևի էտա երգեն քննի, ես մստի թողուտին, մի չտիմ հնձել էլի, ես ծաղիկնին, բայց հնձել չտիմ, եմ ենդե ես լոբակոլերը տիմ հնձել, որին ոտի առաջը բացելի, հա սիրտս դեր տկտկում ա, ես ասի օցեր, էդ ոնց մի ամտի եկա է, Քանի որ մեղուները աշխատում են, իրանց առաջիցը դենը գնան, հետո գամ ես կրանը կապեմ, ընդհանրապես տուկի թելով եմ կապում, բայց ես պահին տուկի թելի ետնա գնացի ոչ էլի գոմումնա, ուզում եմ գնամ հավերին կուտալուց ետը, ծուա բանակ հավաքեմ, հետո այն մի կրան երեսը մաքրելու ա, որ հավերին ընդի տեղ փոխանեմ, Հետո արդեն ես խոժոր ճուտերին անեմ ես մի կուրը, լատենամ գլուխտի գալ թե չէ, ստել սհի անեմ, որ անցկասնեմ ու իրանց կշտին կախ անեմ, իրանք թրչիլտին կտուտել, հետո ուտել ես համով կթնակոլը, սա աճիմա իսկականնա ճուտերի մար, սիրելի հետևորդներ ջան, ստել ժգնատ եմ տիմ հնձել, որ արդեն լավ ուշ ժամի էլի, եթե ասենք այս ժամերին հնձեմ կամ էլ մի կես ժամի հետը, հա, մեղուն վրա կտա ինձ շատ ուշ ժամի տիմ գալ, էդ էլ մի կերպ, ոնց ասած, ահը սրտումս, մեմ են խոժորակոլ կա էլի, սենց ենքան որ այդ իրանց բոյովացածը կտրեմ, կրճացնեմ հերիքա, շատ հենց հանել տիմ, ձենձուր չի հանեմ ըստի էլի, ահա, դեհ մի ես տանիմ ճուտերին տամ, գնացինք, բայց ընդի այն վերևս վերաբոյն էլ արդեն հասել քաղելու ա, պետք այն էլ քաղեմ, ընդի արդեն լավ շվակ ա, հետո այս օրերին էլ արդեն ինքը այն իրա դեղին ծաղիկը կարմերոտին ատալի, խոսքը եթե դրան ուշացնեմ, ողտ անց կլի էլի, տենանք հլա կհասցնեմ երկու հատ էլ ընդի գնամ քաղեմ էլ, մի երկու հատ որն ա, ահա գինել կա մի Սումկա, մի լավ սումկա զվերաբոյ կլի են վերևը, կշա, հա կշա, Սիրելի հետևորդներ ջան, արդեն ճուտիկներս կաթնակոլն ուտում են, իրանք մի քիչ վախկոտ են, դրա համար շատ չեմ ուզում էլի մոտիկանամ, մի քիչ հեռու եմ կանգնել ու նկարում եմ իրանց, թե ոնց են ուտում,
Արդեն լավ մեծացել են, բայց թե այս եշքի միջին եմ պահում, քանի որ համարում եմ, որ մի շաբաթ էլ ստի կմնան, հետո նոր կտանեմ մեծ բունը իրանց, տեղազատելով նոր ծնվող ճուտիկների համար, սիրելիներս, հիմի, քանի որ հավերի կտի ժամն էլ է, ճուտիկին ստի իրանց կաթնակոլը համով կվայել են, սենց հերթով գնալ տինգալ, կտուտել, ուտել էլի, այս երով թորնա, որ տալիս եմ կաթնակոլը, նա մի պուճուր բանից վախում են, զգուշանում են ամեն մի աննշան շարժումից, դե գնանք հավերին էլ կուտ տանք։ Եկել եմ հավերի ցորենը տանելու, սիրելի հետևորդներ ջան, այս սևի կարմիր ցորեն եմ տալի, ոչ կես էլ արդեն կեսքն է անգել, ետ պետք է առնում, էդ էլ ցորենը իմացել եմ, որ թնգացրել են։ Էս էլ իմ թուխս մայրիկները, սիրելի հետևորդներ ջան, որ սենց շարքով նստել են, են փոփոչնա, էս մոխրոտիկը, էս սևուկը, էս իրեքը թազային նստած, էս մի մոխրոտիկը շուտվա նստածը։ Աղա կտրուկ արին, դե լավ, եկեք ստիտան, եկեք, որ արդեն քիչացել են, իրանց այդ նաշխերովն էլ եմ ճնանչում, որ լրիվ ստի են, երկու սև հավնա, մի սև փոփոչնա, սև փոփոչը հրեն են կրաննա, եսա կգա, նա միշտ մի քիչ հետի ա գալի իրա կտին, այն մնացածի նաշխերը ճնանչում եմ, այս մի փոփոչը արդեն կարմիր փոփոչնա, նրանք էլ արդեն վենձահավերն են, իրանց նաշխերովը լավ գիտեմ, այս մին է, այս ամենապուճուրն է, այս կարմիր բարիկը, այն ավելի լավ ա ճնանչվում, էլի, միս նրանք ստի իրանց կուտը կուտեն, ես էլ կգնամ ձուն կհվակեմ, բայց փոփոչս չեկավ, նա միշտ մի քիչ հրաղ ան գալիս, թվում այդ փոփոչը, իր այդ փոփոչի մազերը, աչկերը փագում ա, դրամայել մի քիչ ուշ ա գալի, եսա կգա, ջու, երևի անց հակացել հորեն մի կրնովը գա, ստի սիման ստի էր, սիմայից հվախեց էլի, ջու, հրես են ստի ա, արի վախիր մի քեզ սիման, մի բան էլա չի անի, եսա կգա, ես էլ դեսը գա, արի փոփոչիկ, ջու, ենքան կշտանում են քո ջուջովը, ցորենին էդքան էլ բանի տեղ չեն դնում, այ աչկիս, սա մի քիչ կամ անց ա գալի իրա կտին, հետո ամեն անգամ ամենաուշը դա ա գալի, դե լավ ինքը կգա, կարևորն ենա աստի ա, իրա ժամին կուտն ուտում չեն, սիրելի հետևորդներ ջան, դե հենց էլ սվորում են, հետո գնում են հրևանի հավերի կտին են գնում, դրամա ուզում են, որ կտի ժամին իմ հավերը ստի կուտ ուտեն էլի, ամենաճիշտը դա ա, ճիշտ ա որոշել էի, որ զվերաբոյն էլ քաղեմ, սոր, բայց միտքս փոխեցի, քանի որ ռգնաթ եմ արդեն արևը մեր ա մտնում, հետո այս ժամերին, ասենք, բողոջ գալիս են, հետո ծաղիկնու վրա թառ են ըլում, չէ, նա ենչիմ զվերաբոյա, որ ծաղկել ա, նա այն նրանք նուց է տրևում ա, ավելի լավ ա, հմիսոր բրախ եմ, էքուց ռավոտ, լիսով, արևով, որ արևի շողերը վրին կնգնի, այդ բողոջնին էլ կթրջին, կգնան, նոր այդ վաղտ կքաղեմ հանգիստ։ Բաղուցա իրար հետ ձուն հվակել չենք, չէ, ստի երկու հատ են ածել, այդ ախոտն էլ դուս են ածել։ Հասցրել չեմ մտիկ անեմ, գիտեմ ոչ այս կրանը քանի հատ կլի, դե լավ ա, շատ լավ ա։ Ես էլ հվակեմ, ամանումին այս կրանը գնեմ, հետո հվակեմ, շատ լավ է, շատ, մանավանդ այսքան շոքին, ընդհանրապես հավերը շոքին ձվակտրում են, ցրտին ձվակտրում են, բայց թե լավ ա, որ սը հենց ածել են, ընտիր, մաքուր, ոյ, չջարդեմ, այս էլ դանեմ տուն, հետո անց կենամ ուրիշ գործերի, ջան,
Արդեն հասավ շանը, շան մա լավ կեր եմ առել էլի, սիրելի հետևորդներ ջան, այս դուրը որ բաց եմ անում, որ շունը դուրս գա, դուրս չի գալի, չգիտեմ, թե դուրս չի գալի, հա, այսքան կեր եմ առել, Սիման էլ իրանավարի հասցրել է, տոպրակը մին ծակ է կերի, համըտենա, դուքիս ջան, կացի, այս կշան տևրենտի մաքել, հա, մին ես ուզում եմ, մի քիչ դրդակ եմ ստի, որ արդեն այն մնացածը տունտին տանիլ է, դելի, պատրես որ, պապո, կացի, Սիմա ես տոպրակը պատրաստ տեղից մին բոգ եմ մի քիչ տանքես, թե չէ դու նենց հավոր ինքն էլ չի սոված, անընդհատ ուշտա, օյ, հապրիս միջիցն ատում, սիրելի հետևորդներ ջան, էսա դերեմ մոդի, քանի որ շատերը տեիք խնդրել, որ շանը ցույց տամ, բայց ոնց հա սիրտն արագ աշխատում, եղունգը, շորիս մեջն անգել եղունգը, ահա սիրելի հետևորդներ ջան, վախիցը հմի մանչումա կամ վախումա չի ուտում, մի վախի, քութիս ջան, ինքը դեր շատ ապուճուրին, հես ասայ, ես մի ձերիս էլ կա, այսքան սենց բրիս մեջ ուզում եմ տամ, բայց վախիցը կծկվելա չի ուտում, այս սենց մեծ շունիկ ունեմ արդեն, մեծացելա, դրա մայր սենց փակած եմ պահում, որ համուրի շները իրան չվնասեն, մեծ շներ կա թաղամասում, հլա սիրա թաթերին, դե շանը հանգիստ թողնենք, հա, սիրելի հետևորդներ ջան, գնալով մեծանում, հա, հետո արդեն, որ սկսի ինքը հանգիստ վազվզել, արդեն ամեն ձևով էլ իմ շանը կտենա, կմի հանգիստ թողնեմ, որ իր ակերը հանգիստ ուտի, կենթանի է էլի ամեն դեպքում, այս պահերից ինքը վախը զգաց, մի տես է, ապրի, կրտկրտոց է լսվում ա, չէ, քանի ինքը զբաղված ատեր, ինչպես որ ասի, Սիմայի բացած այս տեղիցը, կերը լցնեմ, էլ ես ուզում, Էդ ինչ էր բանազերանում չէիր ուտում, ան, դե բացացի, խույտ, արի զինց, խույտ, լավ, հենց որ կվարժեսնեմ ավելի լավ, սիրելի հետևորդներ ջան, դե որ ուզում ես ստյան ուտես, գնակի, ես մի քիչ տատարկ եմ ստի, մնացածը պետք անպայման էլի տանեմ, սառը տեղ պահեմ, Սիմայի աչքից հեռու, Շատ գործ ունեմ, սիրելի հետևորդներ ջան, համ պետք է աստիշան տեղը մաքրեմ, համ էլ այս կողմում ամյուս հավանոցը, որ հավերին ուզում եմ ըտեղ թար լինեն, որ ճուտերին իրանց մոտ տանեմ, այն մյուս կողմը տանեմ, էլի, չգիտեմ իմ հայերենը ձեր համար ոնց է, բայց որ ասում եմ մյուս կողմը, այսինքն, այն որ ձոն հավաքում եմ, այդ ճուտերին ուզում եմ, այդ մի բունը տանեմ, Լավ էլ շուտ լծվեց, իրել հետևորդներ ջան, ուզում եմ մի պահ մոտեցնեմ, ցույց տամ կերը, սկզբից որ շատ էր փոքր, ավելի սենց փոքր հատիկներով կերեր էի ուտացնում, բայց արդեն մեծ հատիկներով, չպատրես, ավազակ, քեզ դեռ պետքա դաստիրակենք, Ես զբաղվեմ շնով, սիրելի հետևորդներ ջան, քանի որ նաև անկարգ բաներ անում, Ես էլ չեմ սիրում, որ շան վրա գորգռում են, թե չէ վախկոտ կմեծանա։ Էդը տեղ կապահովեմ, խելոք մնա, ես իրա փագիչն էլ փագեմ, Դուրը բացել եմ պահել, ասենք ուրիշ օրերի, որ ինքը ելքում ութ քանի սովորի, բայց եկել է այս մեշոկի վրա նստել, երևում է, եկել է աստեղ նստել, իրա մաքնել, խաղացել ու ստեղից դուրս չի եկել, առայժմ այդ պահն է, սիրելի հետևորդներ ջան, այս ինչ այսել եմ մի կոմ տանեմ, այդ կտոր էի բերել, որ ցուրտ օրերին շանտակը փափուկ էլի ու էլ չուզեցի, մեշոկն էլ վերելա ստեղ, այս մեշոկն էլ է քաշքշել,
Սրա մեջ էի տոպրակները հավաքում ու սա արդեն ցակուց սրիվ արել, փչացրել։ Լավ է, որ մեշոկը արդեն նորմալ վիճակում է, էլի կարամ այս մեշոկը ինչ-որ մի բանի օգտագործեմ։ Առայժմ ստեղ կպահեմ, ինքն էլ կվազվզի, ես էլ հավանոցը կմաքրեմ, սիրելի հետևորդներ ջան։ Հավանոց մաքրելը շատ բարդ գործ է, մի քիչ այն գործը չի, որ տեսախցիկը մոտեցնեմ, ասեմ, բա գիտեք, սենց եմ մաքրում, նենց եմ մաքրում, բայց ամեն դեպքում, քանի որ նաև երեկոյան ժամերն է, ու ես էլ պետք է հասցնեմ, ես անցնեմ մաքրելու հավանոցը։ Սիրելի հետևորդներ ջան, հավանոցը մաքրեցի, մնացել այս վերևների փառերն էլ վերցնեմ, որ ես ստեղանցու դարձանելիս այս փառերը ինձ չկպչեն, չուզեցի գլխիս ինչ-որ մի շալ բան կապել, քանի որ դրա կարիք չկա, ու ոչ էլ ձեռնոց եմ հագել, քանի որ ինձ մի քիչ հեռու եմ պահում, այ օրինակ հիմա, ստեղ կանգնում եմ ու այս կողմի այն վերևի կպած փառերը մաքրում եմ, երբ որ կովեր էինք պահում ստեղ, իհարկե այս վիճակը չէր, այս մի հավանոցը քիչ էր այդ հավերի թողած բաները, քանի որ ստեղ այդքան էլ շատ չեն էլի մնացել, մի հատ էլ ստեղ ավլեմ ամեն դեպքում, էլի էի ավլել, շանը որ ոսկորներ էի բերել տվել, այդ ոսկորները ամեն դեպքում, որը մեծ է մնում է, բայց ինքն էլ դե փոքր է, էլի չի կարող այդ լրի ոսկորները ծամի ջարդի, դրա համար որոշները մնում էր ու դրա վրա մրջուններ էին հավաքվել, էդ էլ եմ ավլել, տարել հեռու տեղ լցրել, որ ստեղ շատ մրջուններ չկա ու մաքուր է լինի, համ հավերի տեղը, համ էլ իմ անցուդարձի տեղը, այսենց, այս էլ լա պատկան, շատ քիչ էր, սիրելի հետևորդներ ջան, մի տույլ էր, դա էլ եմ լցրել ծառերի տակ, որ պարարտանան, բայց ինչ վերաբերվում է մյուս հավանոցին, այ ընդեղ շատ ահավոր վիճակ է, Շունն էլ արդեն որ տեսավ ես ստեղ դուրսում ներս եմ անում, այս ընթացքում մի արանք դադար եմ տվել, կադրից դուրս շատ գործեր եմ արել, նույնիսկ նստել եմ, հետևել եմ, թե Շունը ինչ վարք է դրսևորում, սկսեց վազվզել, երևի նկատեց, որ իրենով եմ զբաղվում, ոնց ասած, իրան տրամադրում եմ, իրան համարձակություն եմ տալի, ընդհանրապես շուները այդպիսի բնավորություն ունեն, երբ որ շունը նկատում է, որ իրան տրամադրում ես, իրան համարձակություն ես տալի, արդեն ինքը ոգևորվում է, հետո իր շնությունը անում է, արդեն ինքը կատարելապես իրան վստահ է զգում, այո, անգամ կենդանիները, սիրելի հետևորդներ ջան, իրենց էլ է պետք վստահություն ձեռք բերել, ու հենց դրա համար էլ ասում եմ, էլի չեմ սիրում, որ շան վրա կամ կատվի վրա գորգռամ, չեմ գորգռում ընդհանրապես, ճիշտ է Սիման էլ այդ շանկերը պատրել էր տոպրակը, նաև կերել էր, քանի որ ինչ տարբերություն, բայց չգիտեմ ինչի դրանք հատուկ շների համար են նախատեսված, այդպես կատակով ասում էի Սիմա կարող է մի օր էլ դու հաչաս շամպես, մի խոսքով Սիմայի հետ էլ այդպիսի զրույց եմ ունեցել առանձին կադրից դուրս և Սիման ինձ լավ հասկացավ, հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ արդեն նաև հավերի թառի ժամանակն է, ու արդեն իրանց հավանոցը թառով, բանով ամեն ձևի պատրաստ է, ինձ մնում է, որ ձվի տեղերը տանեմ դնեմ, ահա, որը արդեն իսկ հանել եմ, սա էլ տանեմ տեղավորեմ, շարքով, կարգով, ահա, սիրելի հետևորդներ ջան, ահա, ճիշտ աստեղ ասում եմ փոքր է, բայց այդքան էլ փոքր չի, էլի ահագին տարածք է, ահա, դուրա, քիչ հետրեմ, այս տեղավորեմ, սիրում, 4 հատ ծվի տեղը, 4 ծվի բնատեղը, արդեն իրանց հերիք է, էլի ստեղ որ
խոտը հանում են միշտ, էլի ստեղ խոտ եմ լցրել, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ արդեն մեկ տանեմ, քանի որ այն մյուսը շատ ծանր է ու պետք է երկու ձեռքով բռնեմ, ամեն դեպքում այս էլ մի հատ տեղավորեմ ու գամ, հավերիս նոր տունը, ինձ թվում է շատ կհավանեն, ուղղակի մի երկու օր փակած եմ պահելու, որ իրանց թառին լավ սովորեն։ Արի քութիշ, հենա հավերի հետևից է գնացել։ Պատրաստ է։ Այս աշանը կկապեմ ես, նաև բերել եմ, որ կապեմ իրա փոքր ջնջիլը, այս շատ թեթև է այս ջնջիլը, ինչքան ժամանակա չեմ կապում, բայց այդ ջնջիլը տեսնում եմ, մի քիչ առաջ էլ էի փորձում, հետո փախավ, ոնց որ թե հասկացա, որ ուզում եմ կապեմ, արի քութի ջան, արի դե, արի, ասեմ, որ շատ խելացի է, սիրելի հետևորդներ ջան, ու լավ, տեղը տեղին ծանրացել է, բայով է, երևի մի 8 կիլո կլինի այս պահին, հիմա կապեմ, լավ մանիկ ավինքը, հենց որ հավերին ստեղ հավաքեմ, միևնույնն է իրան գիշերը հատկապես բաց չեմ թողնելու, քանի որ համ չաղկալներն են գալիս, սիրելի հետևորդներ ջան, արի, ուր ես փախչում, փախավ, այս այլի կգամ, այդքան խելացի է, որ արդեն գիտի իրան կապելու եմ, այս այլի կգա, ինձ մնաց, որ արդեն հավերին կանչեմ, քանի որ ցորենն էլ եմ բերել, ջուջուջուջուջու, բայց միևնույնն է չեն գա, մինչև որ շանը չկապեմ ու տանեմ այն մյուս կողմ։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, լավ տեղը տեղին չարչարվեցի, հոգնեցի, բայց չարչարանքս տեղին էր, հենց որ հավերին հավաքեմ ստեղ, արդեն գալիս են, այն որ ասմա հավը կտին է մեռած, արդեն գալիս են, գիտեն էլի կարմիր ցորեն եմ տալու, ինչքան էլ որ քուջուջը շատ է, ամեն դեպքում քուջուջը իր տեղն ունի, կարմիր ցորենն էլ իրան, ու հավը կտին է մեռած, հիմա մնում է որ արի քութիշ ջան, արի գանց, դե մի գնարի, լավ, էս այնքնորույն կգա, արդեն իսկ զգացվում է, սիրելի հետևորդներ ջան, որ իմ շունը շատ խելացի է, չնայած որ անուն չեմ դրել, օրինակ, երբ որ տարիներ առաջ շատ շուն ենք ունեցել, սարուչոլ էինք անում, տարբեր ձևի չոբանաշների անուններ էի դրել, թե երեխեքն էին դնում այդ տարիներին, բայց ամեն դեպքում այդպես համատեղ անուն ընտրում էինք ու դնում, այս անգամ, որ ես արջ էի դրել, իմ շան անունը, տաթևս այդքան էլ չհավանեց, հետո իսկապես մտածեցինք, որ այդքան էլ չի համապատասխանում, ամեն դեպքում մնացել է առանց անունի, այս պահին քութիշ եմ ասում, ու ինձ լսում գալիս է, ոնց որ այդ քութիշ անունն ա վերցրել, բայց դե չեմ ուզում, որ քութիշ ասեմ, ինչքան էլ որ անուն ենք դնում շներին, միևնույնն է, չէ, էլի կանչելիս քութ ենք անում, քութը արդեն շան լեզուն է, արի, այս ինչքան է խորամանկ, չէ, ես գնամ բռնեմ, քանի որ արդեն շատ գործ ունեմ, մի փախչի, ուր ես փախչել ես, կբռնեմ, այս ինչ է ծանր, այս ինձ կբռնեմ, ավազակին, էսա որ կապեմ տանեմ այն մյուս կողմ, ինչ եղավ, ասված ջան, էսա, գտա, շատ հարմար է այս ջնջիլը, շատ թեթև է, սիրելի հետևորդներ ջան, որ երկար ժամանակա որ չեմ օգտագործել, արդեն ինքը մի քիչ դժվար բացվեց, բայց եղավ, դե գնա, արի քութիշ ջան, արի, էլի սենց գրկեմ նոր տանեմ, բա, հելով դիմանա,
Դե շանը տանեմ մյուս կողմ կապեմ ու կամ սիրելի հետևորդներ ջան։ Հարմարեր են մյուս հավանոցը իրան տանեմ, այնտեղ էլ արդեն մեծ հավերս թարի էին գնացել, հիմա արդեն հանգիստ եմ, ապահովա, հավերին կանչեմ, այստեղ կուտը կտամ, կփակեմ, 2 օր ստեղ կմնան սիրելի հետևորդներ ջան, որ իրանց հոտին, իրանց թարին սովորեն, ու արդեն զբաղվեմ այդ գործով, կանչեմ հավերին, ջու, եկեք սիրուններ ջան, Հես աստեղ խուտը կտամ, ջու, այ սենց հավը կտին ամերած, ստեն ստեղ խուտը, ջու, բայց ակնորները խորամանկ են, զգուշանում են, ամեն դեպքում խուտը մի քիչ շատ եմ ուզում լծնել, որ չվերջանա ու ինձանից չվախեն, ինչքան էլ որ ինձ սովորեն, էլի կվախեն, քանի որ այս տարածքը, ինչքան էլ որ սկզբում ստեղ են եղել, էլի իրանց համար ուրիշ է։ Եվ այս ձևով էլ սիրելի հետևորդներ ջան, կավարտեմ իմ այսօրվա վլոգը եւ բոլորիդ ասում եմ բարի դիտում, առայժմ, ինչ հաջորդ վլոգ։ Ջու։ Let's go.